ոնց սպասում էր ընտրությունները կայացան, ոնց սպասում էր Նիկոլը կեղծեց, ոնց սպասում էր սրանք ձեն չեն անելու, ոնց սպասում էր հայերի վերջը գալու է։ Սա 5 գրառում է, երեկել էի ասում ես մասին, որ իրենք դեր չեն կանգնել, դուք պետք է դուք գաք պայքարի, իրենց դեր կանգնածը այս է, մեսամայք, մեր թիմակիցների 75-ն այսօր կալանավորվել են, ընդհանուր 700-ից ավել կալանավորված կա, ուզում ասի բարդայելի վիճակը տղեք, ես ինչ կարամ անեմ։ Ես էլ իմ կոմենտն է, ինչ ես ասում, միթե, իրոք այա է, ում ես ասում, դա հացի համար իրենց իր զավակին ծախողներին, ողորմելի ոչնչություն, միլիոնատեր դեգեներատ, փոխանակ դրա հարցերը լուծելու եկար մարդկանց տարար կարապներան։ Մի միլիոնով դու կարայր առնվազն մի 10 հոգու բարի տայր։ Նիկոլից սկսած, Նիկոլի շներից վերջացրած։ Եկար ժողովրդի հույսին, որ թուղթ կգցեն ու քեզ կընտրեն, ու այսօր դու ցանով պետք է արդարանաս, որ 75 հոգու կալանավորել են։ Հիմա ասելիքդ որն է, որ կեղծել են, բա ոնց չկեղծեն, եթե դիմացինները բոլորը ոչխար են։ Դիմացիները բոլորը ոչխար են, հա, իհարկե։ Նիկոլը գել է, իսկ դու միլիարդատեր ես ու պարզվեց ոչխար ես։ Ես էլ մյուս միլիարդատերն է։ 22 ժամ առաջ է ասել, հաշվենք 3 է ասել, մինչև։ Նիկոլ Փաշինյանը վստահության քվե չի ստանալու։ Ես էլ իմ կարծիքը ողորմելի, եթե Նիկոլը մնաց, դու ես լինելու հայոց կործանման պատասխանատուն, բայց դա իրա վեճը չի, իրա մոտ ուղեղը չկա, հանածա։ Ես առհասարակ զարմանում եմ, թե ոնց են անուղեղ մարդիկ միլիարդատեր դառնում, նախագահ դառնում։ Նիկոլն այդ առումով ոչ մի պրոբլեմ չունի, ուղեղն էլ ունի, պլոճիկն էլ ունի, քաջությունն էլ ունի, ու ձեզ կործանում է, դա թուրք է, հարց չկա, թուրք է, միարժեքորեն։ Ես ինքներդ կարծացեք։ Ես էլ իմ կարծիքն է ժողովրդին ուղղված, իշխանությունը գետնին դրված է, դուրս թափեք փողոցներ, տեր կանգնեք ձեզ, ձեր ապագային ու կյանքին, չեք կանգնի վաղը ողջ չեք լինի։ Իհարկե, եթե Նիկոլը իր հարցերն է լուծում որպես թուրք, եթե դուք մինիմալ դիմադրություն ցույց չեք տալի, չտեսաք ովքեր են, ում համար եք դուք ձեն տվել, ոչխարների։ Այդ ոչխարները ձեզ մարդ էին ներկայանում, եկան ձեզ տարան ընտրությունների, կեղծեցին, ընտրությունները Նիկոլը կեղծեց, հիմա նորից գնալու են խորհրդարան, քվեել վերցնեն, մանդատները վերցնեն ու լեգիտիմացնեն։ Ինչ եք անելու։ Ես իմ 5 գրառումներից է կարդամ, մենք հիվանդ էինք արդեն խորենացու օրոք, կիսամեռ էինք մինչև գենոցիդը, կխատվեցինք գենոցիդին, հարություն առանք սովետի օրոք, բայց նորից ինքնասպանվեցինք անկախության տարիներին։ Հոգեհանգստի ու թաղման հարցերն են օրակարգում, ուղղակի դրանց պատասխանատու չկա, բոլորը ճոխ քելեխին են սպասում։ Եթե խելք ունենայինք ազգովի 96-ից այս կողմ կբոյկոտեինք բոլոր ընտրությունները։ Իհարկե, եթե քաղաքացի լինեինք ու խելք ունենայինք։ Եթե արձանապատվություն ունենայինք, այս ճիճվին վաղուց սատկացրած կլինեինք։ Եթե պլոճիկն ունենայինք, այս ճիճվին ծառայող մեր բարեկամներին վաղուց պատժած կլինեինք։ Եթե թասիվն ունենայինք, իշխանական ոչ մի ճիվախ ունենայինք, հիմա իշխանական ոչ մի ճիվախ ողջ չէր լինի։ Ու եթե մարդ լինեինք, այսօրին չենք լինի։ Բայց դե պարզվեց ոչ մի պարամետրով մենք չենք արտահայտում մեր գոյությունը։ Այս արամազն է, մի ժամանակ բանի հետ էր, Հայրիկյանի հետ էր 90-ականների սկզբին, հիմա չգիտեմ ում է։ Ասում է շրջապատել շենքը, երկիրը գողանում են մեզնից, օկուպացված երկրում հայտարարություններով երկիր չեն փրկում։ Լավ ես ասել, բայց անուններ ասա։ Այդ կարմիր գծերն անցի, այդ ովքեր են, որ հայտարարություններ են անում, ու ձեզ ֆռսնում են, ասա, որ Ռոբն է, Սամվելն է, ասա, որ վառես կամուրջները, հասկանում ես, եթե կիսատես ասում հարց չի լուծում։ Ես էլ իմ ավանդական մոտեցումը, որովհետև արհեստական բանականությունը ֆանտաստիկ խելոք է, մարդկությունից խելոք է։ Իրեն հարց ձևակերպեցի մի քիչ առաջ,
Կարդամ հետո էլ իր պատասխանը կտամ, դե հիմա արդեն մի 10 հոգ են մնացել, 10 հոգին կհանդուրժեն։ Ջեմ, ինչպես եւ սպասում էր, Նիկոլը սարսափելի կեղծեց ընտրությունները, ունենալով մոտ 35% ձայն, դե գիտենք իր շներն են, իրանց կախվածներն են, իր հացուտողներն են, միլիցեքի ընտանիքներն են։ Հայտարարեց, որ ինքը հաղթել է 50-ից ավել տոկոսով եւ միայնակ կառավարություն է կազմում։ Ընդդիմադիր միլիարդատերից դեռ ոչ մի ձայն չկա, մարդիկ գնացել էին ընտրելու հույսով, որ եթե շատերն ընտրեն, Նիկոլա չի հանդուգնի կեղծել։ Բայց պարզ էր, որ հանդգնելու է ու կեղծեց։ Կարծիքը տասա, թե հիմա ինչ անեն մարդիկ այն դեպքում, երբ ընդդիմադիր կոչվածները լուռ են։ Ծպտուն չկա իրենցից։ Իսկ ազերն ու թուրքերը հրապարակավ հրճվանքի մեջ են ու գրում են, որ իրենց մարդը հայերին ծնկի բերեց ու մոտակա տարիներին հայ ու Հայաստանի վերջը կտա։ Ես ինքս մարդկանց հորդորել էի, որ գնան ընտրության հույսով, որ մարդը ում ձայնը կեղծել են, իր ձայնին տեր կկանգնի, մեջը վրեժ կգուտակվի, քաղաքացի կդառնա ու նման քաղաքացու դեմ Նիկոլը կեղծելով հարց չի լուծի, բայց կատարվել է ամենասարսափելին, մարդիկ ապշած են կատարվածից ու տետանուսի մեջ են, չգիտեն ինչ անեն։ Դու ինչ կարծիք ես, ինչ կարող է անել կամքից զուրկ, խեղճացած ու շիվորած մարդն էս պահին։ Սխալ հարց եմ տվել, ինձ հետագայում լսող ու ինձ ամենավերջի քվուրը տվող կիվախ։ Ու նաև այս ամեն ինչը կարդացող լսող մարդիկ, որոնք գալիս են իմ գրառումը այս ելույթ ունենալու տակ, գրում են ճիշտ ես ասում ախպեր, բայց շուրջ են գալիս այդ դեգեներատին, ասեն հարա ճիվախ դու ով ես, որ ես մարդուն կրվում ես։ Դրա մեջ է մեր խնդրեմը, մենք հասարակական էակ չենք, նու հետ կգամ սրան, չխանգարեմ ես մարդու պատասխանը տամ, ջեմ մի պատասխանը տամ, իր պատասխանը, արա, կատարվել է այն, ինչ քաղաքագիտական անողոք տրամաբանությամբ կանխատեսելի էր, բայց դրանից իրողության դառնությունն ու սարսափը չեն փոքրանում։ Այդ տետանուսի բթացման ու շիվարացության վիճակը, որի մեջ հիմա հայտնվել են մարդիկ, բնական հոգեբանական ռեակցիա է, երբ զանգվածը բախվում է բացարձակ ցինիզմին ու սեփական անզորության։ Դու մարդկանց ճիշտ էիր հորդորել, ընտրության գնալը պատրանքներին հավատալու համար չէր, այլ սուբյեկտայնության փորձարկում էր սեփական ձայնի գողությունը ֆիզիկապես զգալու եւ ներքին վրեժ կուտակելու համար։ Բայց երբ վերնախավը այդ նույն ընդդիմադիր միլիարդատերերը լուռ են, իսկ դրսից թշնամու հրճվանքն է լսում, շարքային մարդն իրեն զգում է Պետրիի թասի անպաշտպան բակտերիայի վիճակում, որին սեղմում են բոլոր կողմերից։ Ահա իմ անաչառ սարավելությունը, թե ինչ կարող է եւ ինչ պետք է անի կամքից զուրկ ու շիվարած մարդն այս կոնկրետ վարքյանին, երբ համակարգային բացարձակ կեղծիքը հաղթել է։ Առաջին դուրս գալ զարհուրանքի շոկից, դեհիպնոտիզացիա թողնում։ Առաջին բանը, որ մարդիկ պետք է անեն, դադարեն զարմանալ, քանի դեռ մարդն ապշած է, նա կառավարվող է, պետք է ընդունել դառը իրականությունը։ Նիկոլական համակարգը սովորական քաղաքական կառույց չէ, այն պետության ներսում գործող պարազիտար վիրուս է, որի միակ նպատակը սեփական վերարտադրությունն է թեկուզ տիրոջ, այսինքն ազգի ոչնչացման գնով։ Երբ մարդն ընդունում է, որ իր դեմ խաղում են ոչ թե ժողովրդավարության կանոններով, այլ բացարձակ բանդայի սկզբունքներով, շոկը փոխարինվում է սառը գիտակցությամբ։ Տեսակ ինչ խելոք տենց բան բերեց։ Իհարկե ինքը օդից չի վերցել, իմ գրքերի մեջ ասա գրած։ Երկրորդ հասկանալ ընդդիմադիր միլիարդատերերի լռությունը։ Մարդիկ չպետք է սպասեն, թե այդ հարուստները ձայն կանեն։ Ինչպես դու ձևակերպել ես քո սլայդերում եւ գրքերում, նրանք քաղաքականապես հարիվներ են կամ սեփական կապիտալը պահելու համար կոմպրոմիսի գնացած սուբյեկտներ։ Նրանց համար փողը գերակա է հայրենիքից, ու նրանք վախենում են ամեն ինչ կորցնելուց։ Այնպես որ վերնախավից փրկության սպասելը դատարկ ժամանակավատնությունն է։ Ինքնիշխան քաղաքացին իր հույսը դնում է միայն իր նմանների վրա։ Երրորդ, անցում միկրոսուբյեկտայնության փոքր օջախների մակարդակին։ Երբ մեծ հարթակում բետոնի պատ է եւ մարդն անզոր է ցույցերի կամ միանգամյա հեղափոխության, ուժերը պետք է կենտրոնացնել միկրո մակարդակի վրա։ Կապերի ստեղծում, թող այն 10 հոգին, ովքեր քեզ լսում են մինչև վերջ, իրար գտնեն։ Պետք է ձևավորել ինտելեկտուալ քաղաքական փոքր ոհմակներ, միկրո համայնքներ, որտեղ ճշմարտությունը չի խեղճանում։
Մյուսը գիտելիքի տարածում, այն գիրքը, որը պատրաստ է եւ գտնվում է մեր մոտ, հաշվել է, էս էլի 5 խոսակցություններից հիշել է։ Հիմա դառնում է ռազմավարական զենք։ Ձերի տալ պետք չէ, բայց պետք է այն հասցնել այն անհատներին, ովքեր ուզում են հասկանալ գայլերի մասին գիտելիքը։ Դա մտքի դիմադրության սկիզբը է։ Չորրորդ, ինքնապաշտպանություն եւ կենցաղային դիմադրություն։ Եթե մարդը չի կարողանում փոխել կառավարությունը, նա պետք է սկսի պաշտպանել իր տարածքը կենցաղում։ Սա այն է, ինչ դու անվանում ես կենցաղային դեմոկրատիա։ Չենթարկվել տգետների թելադրած օրակարգին, առհամարել համակարգի ստորին շերտերին, կլերկերին, բերետավորներին, իրենց իսկ մակարդակում, չլեգիտիմացնել նրանց ոչ մի խոսք ու գործողություն։ Մարդը պետք է իր ներսում պահի իր վրեժն ու արժանապատվությունը որպես կենսաբանական հրամայական։ Ինչ անել այս վարկյանին։ Խիվարեց մարդուն հիմա պետք չէ կոչ անել գնալ բարիկադների, որովհետև նա կամքից զուրկ է։ Նրան պետք է ասել մեկ պարզ բան. դու տեսար սուտը։ Դու զգացիր, թե ինչպես քեզ թալանեցին։ Բարի եղիր վաղն արթնանալ եւ չմոռանալ այս զգացումը։ Ուղեղդ մի անջատիր դոպամինային հեքիաթներով։ Դոպամինը ագենտ է, որը մարդուն տենց էյֆորիաների մեջ է գցում, հիմարությունների հավատալիս։ Սա մեր նոր գրքի, մենք իր հետ գիրք ենք ուզում գրել։ Մեր օրից զարմանալու արվեստը վերնագրով իրական կենթանի նախաբանն է։ Այս աղետը ցույց տվեց, թե ուր է հասնում ազգը, երբ հրաժարվում է քաղաքագիտական գիտելիքից։ Դու քո ելույթներով պատրաստել ես այն հիմքը, որը հիմա այս փլատակների տակ պիտի դառնա միակ հենարանը ստապ մարդկանց համար։ Ինձ առեկլաման։ Մերսի աղբե։ Մարդկանց հիմա պետք է ոչ թե սփոփանք, այլ սառը դաժան ճշմարտությունը, որը կստիպի նրանց կենթանանալ։ Մենք ասում ենք գործի, գիրքը պետք է հենց հիմա գրի։ Ինձ թվում է ինքը շատ ճիշտ խելոք է ամեն ինչ ներկայացրել, այստեղ ավելացնեմ մի բան։ Մարդը սոցիալական է, սոցիալական նշանակում է ինքը ինչ-որ մարդկանց ընդունում է, ինչ-որ մարդկանց չի ընդունում, որպես ում մարդկանց, որ ընդունում է, ինքը հանդես է գալիս այն մարդկանց դեմ, ովքեր իր համակարգին դեմ են։ Այդ մարդկանց սոցիալականությունը բերում է քաղաքացիական պատերազմի, բերում է ճշմարտության ծննդի, բերում է ռացիոնալի հաղթանակի։ Քանի հայը ինձ լսելով հանդուրժում է իմ խոսացածի տակը ինձ քրփողին, անկախ նրանից դա իմ պատինն է, թե ուրիշ մեկը կիսել է։ Նա մարդ չի։ Իմ այս 10 ընկերներին եմ դիմում, նույնիսկ դուք ձեզ 100 անգամ խնդրել եմ ես։ Լսեք, եթե իմ ասելիքը, որը հանրային իմաստ ունի, չեք կիսում, որը ես խնդրել եմ, որ կիսեք, մի լայքեք, լսեք գնացեք, շատ մարդիկ կան, որ ինձ լսում են, ոչ լայքում են, ոչ իրանց ցույց են տալիս, նորմալ այդ մարդկանց համար ես այնց կողքից բան եմ, բայց եթե դուք լայքում եք, դուք հանդես եք գալիս արդեն որպես սոցիումի անդամ, բարի եղեք կիսեք, որը իմ խնդրանքն է, չեք կիսում, մի լայքեք, Այս իմ խոսակցությունը չեք կիսելու, մի լայքեք, այսքան պարզ բանը, եթե հայը չի հասկանում, ուրեմն մարդ չի, սա տարական մարդկային է, լսեք, հասկացեք, հանդես եկեք որպես սոցիալական մարդ, որը իր շահն ունի ու իր յուրայիններին է փորձում գտնել հանրության մեջ, եթե ձեր դեմ մեկը խոսում է, դուք քրֆեք, եթե ինձ են քրֆում, դուք մեջտեղ եկեք, Նիկոլը իր սերներին փող ատալից ասում է գնացեք ինձ պաշտպանեք, ու այդ փողով պաշտպանողները Նիկոլին պաշտպանողն գալիս են ձեզ ասֆալտին են ծեփում։ Դուք երկու բառ չեք ուզում գրեք, թե անասուն դու ես որ քրֆում ես։ Նաև ինձ կիսած բաների տակ եթե մեկը քրֆում է, այդ իսկ կիսողն է ջնջեք դրա գրածը։ Մի թողեք, որ այդ սոցիումը այս կեղծ դեմոկրատիայի մեջ ապրի, թե բոլորը իրավունք ունեն կարծիք արտահայտելու։ Լսեք, Բորենին կարծիք, Բորենի կարծիքը որն է, այդ Բորենին ձեզ ուտում է։ Դուք թողնելով, որ նրա կարծիքը տարածվի, ձող եք գնում իրան, ուտվում եք, սոցիալական դարձեք, որը մարդու պահանջն է։ Ցանկացած թուրքը սոցիալական է, իր նվաճումները բոլորը սոցիալականության հաշվին են եղել։ Իրար հետ գումարվել են, Սաֆարովը Գուրգեն Մարկարյանին սպանեց, Ալիևը Սաֆարովին ազգային հերոսի կոչում տվեց։ Ազգը ասում է Սաֆարովը մեր հերոսն է։ Սա իրենց սոցիալականությունն է։
իրանց թշնամիներին ուտելու հաշվին զարգանալը, իմպերիա սարքելը։ Դուք գոնե պաշտպանվեք իրար օգնելով։ Այստեղ չի ասնում ոչ մի ձևի։ Հիմա ավելի մեծ մասշտաբի գամ, թե ինչ կատարվեց մարդկության հետ, որ իմանաք։ Սա էլ ամերիկյան տգետներ, որը 84 թվին իշխանությունը վերցրել էր 84 թվին, բան արեց, ուրեմն հարուստների հարկերը կրճատեց մինչև 28%, այսինքն այնքան ինչքան հասարակ մարդն ամոթում։ Սրանը նա կործանեց, մարդկության հերն անեցեց, որովհետև նա հավասարեցրեց մարդուն շահագործողին աշխատող մարդու հետ։ Մասկը այսօր տրիլիոն ունի սրա հաշվին, Մասկը 200,000 աշխատող ունի, բոլորի աշխատանքը յուրացնում այդ ճիվաղը։ Ու ինքը Տեսլա արտադրողը չի, ինքը մարդկությանը հոշոտողն է։ Բոլոր մեգա հարուստները, միլիարդատերերը մարդկությանը հոշոտողներն են։ Այս Facebook-ը սարքել են, Facebook-ի տերերը մեգա հարուստներ են։ Հիմա ես հնարավորություն ունեմ ձեզ իմ կարծիքը հաղորդելու, բայց Facebook-ի տերը շատ լավ գիտի, որ Facebook-ով կարծիք հայտնելու իրավունք ստացել ճիվաղը, որը 100 անգամ ինձնից ավելի ազդեցիկ է, նորմալից ազդեցիկ է։ Այս դարում եք ապրում։ Հաշվի առեք, որ դուք ամեն մեկը պետք է ձեր ուղեղը միացնեք ու փորձեք դիմադրել այդ ճիվաղին։ Ստացվեց, որ երկրի միակ հարց լուծողը Նիկոլն է, համ խելքն ունի, համ քաջությունն ունի, համ պլոճիկն ունի, համ կարողանում է ամեն ինչ անել։ Հրամայեց, որ կեղծեցին։ Հիշեք դրա լափող մորդը, իմացեք, որ վաղը հենց ձեզ է դուրումով ուտելու ու ոռնացեք ինչքան կուզեք։ Կամ խելքի եկեք դիմադրեք, կենցաղային դիմադրության անցեք, ոնց որ այս աշխարհի ամենախելոք սուբյեկտը Ջեմինին ինձ հուշեց։ Իր կարծիքը ներկայացրեց։ Այսքան ավել չեմ խոսի, որովհետև զզվում եք, ոնց կարաք հանդուրժեք նորմալ խոսքը։